Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնում։ Այսօր Երևանցին Ստրասբուրգցուց ավելի պակաս լուծ կընկնի։ Ուզում է որ արգելվի կտրած ձմերուկի ու սեղի վաճառքը։ Ուդլինիցելը նախկիներից մնացած դառը ժառանգությունը։ Ապորինի կցակառույց է հայտնվել։ Ինչ անում ես, մարդիկ դժգոհ են։ Հատուկ ծիսակարգով ամուսնացել է կոկորդիլոս հարսնացուի հետ։ Չար ու նախանց հարևաններ։ Ողջույններ համայն YouTube-ին, չեք հավատա, բայց կարող եք Google-ել եւ ստուգել, այսօր աշխարհի բնակչության տոնն է։ Ինչ է պետք անել, որպեսզի այդ տոնի մասնակից լինեք։ Պետք է ընդհանրապես որպես ձեր մոլորակ ընտրեք երկիր մոլորակը ու բնակվեք այդտեղ։ Այդ է մինիմալիստական տոն է դա։ Իսկ եթե դուք բնակվում եք այս մոլորակի վրա, կարող եք նաեւ միանալ մեր Patreon-ին եւ դառնալ ահա այս մարդկանցից մեկը, ովքեր տեղադրված են մեր տաղավարում։ Այն արեք, դες թեթև ասում, կարա թվա շատ թեթև բան է, բայց մի հատ լրջանակ մի պա։ Okay։ Ես ուզում հիշեցնեմ, որ Arm Comedy-ն այո գոյություն ունի, բայց նես չի, որ դա երաշխավորված բան է։ Այն որ մենք կանք ամեն օրվա պայքար է, ու այն որ մենք սեպտեմբերից կլնենք դեռ վերջնական չի, հաստատ չի։ Մեզ պետք է ձեր աջակցությունը, որ 107,000 subscriber-ներից Առանթամերը 430-ն է այս պահի դրությամբ մեր Patreon։ Գոնե, եթե ունենանք 1000 Patreon, այդ դեպքում Arm Comedy-ն կլինի լիարժեք, տենց հանգիստ մենակ այս գործով կարանք զբաղվենք։ Ինստիտուտ։ Խի պետք է գիշերները թարգմանություն անեմ։ Խի ես պետք է գեյ պորնոգրաֆիա թարգմանեմ գիշերները, որպեսզի դուք կարողանաք Arm Comedy նայեք։ Իդեպ լավ է, թատին։ Չէ, կներես, այդ թեման լավ է որ բացեցի։ Նայ, պորնոգրաֆիայում այդ տնքոցները պարտադիր չի թարգմանել ամեն անգամ։ Ես վիդեո չեմ թարգմանում, իմ մի հատ գիրք է, coming out-ի մասին գիրք եմ այդ ամերիկացի։ Դա չի կարևոր։ Կարևորը այն է, որ հազարը մի գործ ենք անում, որպեսզի կարողանանք այս պահենք, օգնեք մեզ, ամիսը 3-9 դոլար ընդամենը subscriber։ Հարագույցուրնանք, լավ չի սենց։ Շատ երկար բացում ստացա։ Հա, մնացեք գնացենք։ Դավիթ Խաշականին չեն գացնել, ոնց զգում եմ։ Շանս չունի։ Եվ այսպես Արադ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկում կայացած միջազգային համաժողովի։ Եվ կրկնել է մոտավորապես են ժողովրդավարության բաստիոն լինելու իր հեղինակած միտքը։ Right now Armenia is Այս պահին Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնում, շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ։ Ուժեղացնում ենք ժողովրդավարական կառույցները, մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգի կայացումը։ etc. Որտեղից սկսենք։ Դե երևի ժողովրդավարական կարևորագույն որոշումներից։ Այ օրինակ ընտրական հանձնաժողովը լավ ուժեղացրեցին։ Այո, այնտեղ նշանակեցին ճուվակին, այն որ խախտումով ընտրվեց, դեռ հայկական ժամանակից իրանց թիմակիցն ա եղել, ու որը վերջում կանգնեց ասեց՝ բայց ես անգլոսաքսական եմ, ես вообще ԿՊ չեմ։ Կամ կարող է այն ժողովրդական որոշումը, որ միակ ընդդիմադիր ԱԺ հանձնաժողովի նախագահին փորձում են հեռացնել։ Հաջորդը տարբեր հարթակներում, տարբեր քննարկումների ժամանակ Տիկին Թովմասյանի ներկայությամբ հնչել են խոսքեր, որոնք վիրավորական են եղել մեր ժողովրդի նկարագրին վիրավորական խոսքեր են եղել եւ ինքը լրիվ մասնակցիներին է հանդես եկել եւ ոչ դիտողություն արել, ոչ իր կարծիքն հայտնել։ Նկատողություն արվել է թե ոչ։ Տասակակել չունենք, ով պետք է նկատողություն արի։ ԿՊ-ական Հովվիկ Աղազարյանն ասում է, որ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը չպետք է թողներ մարդուն ազատ արտահայտվել, չնայած դա մարդու իրավունք հոտ ահակին, բայց մարդու իրավունքի հանձնաժողովի նախագահյոտ չի։ Լսենք ինչ է ասում Թովմասյանը։ Էդգար Ղազարյանին ես չէի կարող արգելել որևէ միտք արտահայտել հանձնաժողովի նիստի ժամանակ, այնպես ինչպես որ Վարդան Հովհաննիսյանին չկարողացա արգելել, որպեսզի նա հրապարակավ չսպառնար կտրել եւ ականջները եւ լեզուն տեխնատուի ընդդիմադիր։ Ես որպես հանձնաժողովի նախագահ չեմ թերացել, ես եղել եմ ամենաակտիվ հանձնաժողովի նախագահը այդ պահը։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ վրեժխնդրությամբ լծված ցանկանում է ճակերտավոր պատժել ինձ, որ ես պատերազմից հետո դուրս եմ եկել իրենց խմբակցությունից, հայրենիք հանձնողների հետ ես ճանապարհ չունեմ անցնելու։ Նիկոլենք вообще Թովմասյանների հետ չունեն։ Հիշում եք Հրայր Թովմասյանին ՍԴ-ից հեռացնելու էպոպեան, այն որ
սդն ուզում էին իրանցով անեն ու ինչքան սդը դատավոր կա ցմար ինչ որ թույն թոշակ առաջարկեցին ու ասես կոկտեյլներ զոնտիկներով ու ասես նարինջներով մենակ թե գնան։ Նայ, այ դու ասում ես սդեն իրանցով անել։ Շատ կռիկ է հնչում։ Իսկ Արարատ Միրզոյանը, անձնական դիստանցիա մտնելու համար, Արարատ Միրզոյանը շատ ավելի լավ ձևակերպում է գտել։ Կովիդը լրիվ չի անցել։ Այս պահին Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնում, շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ։ Էլի, ինչի մասին է խոսում Միրզոյանը։ Սիրկի, Հրազդան քաղաքում օրինակ բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ, ինչը հրաշալի ժողովրդավարական բարեփոխում է։ Համայնքապետարանի ծախսած հարցերից մենք սպասարկման գրասենյակ ու արագ հարցին Ասենք ստեղ գալիս է ստեղ դիմումները արդեն գնում են դիմումները կապտոցավ, հա, ծոցավ, այն ինչ։ Այդքան որ Նո, սոցապ այլ գնում ու տենց ընդհանուր, ուր որ պետքա գնում է։ Հետո բա։ Այդ Հրազդանի քաղաքապետն է, ով ֆանտաստիկ զուգադիպությամբ նաև Սասուն Միքայելյանի որդին է, որը իրենց ընկերն ու թիմակիցն է, բայց դա Արարատ Միրզոյանի մոտ ոչ մի ունք չի բացացնում։ Իսկ ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումներին չի խանգարում, որ ընկերոջը տղեն դառնում է քաղաքապետ։ Ամեն տեղ ատեն, Ստրասբուրգի քաղաքապետը կա, բորելի ընկերոջ տղեն է, երևի։ Ինչևէ, կարևորը որ վարչապետը տեղում նայեց այդ ժողովրդավարական բարեփոխումները ու մի հատ ավելի ժողովրդավարական բան առաջարկեց ողտի վրա։ Մենք ավելի ես բանից չեմ կարողացած ինքան այդ փոխ ասեն, պատվիրը ուսումնիցելը այդ հնարավոր չի։ Հետո դարերը բանը կարա մի քանի հատ ավելի գնում, չէ՞։ Ուլարյանի պետք է ասել, գարցավոր է։ Չէ, դա ձեր կարգավորելու չի մեկը Պիտի նախագծել քաղաքաշինական նորմերի մեջ փոխեն, որ բաներ ունի։ Այո, ու դլինիցելը նախկիներից մնացած դառը ժառանգություն է, որից չենք կարողանում ազատվել։ Գիտես ինչա պետք որ դրանից ազատվենք։ Ինչ։ strengthening democracy Ուժեղացնում ենք ժողովրդավարական կառույցները, մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգի կայացումը։ etc. Անկախ դատական համակարգը ո՞նց է կայանում։ Հենց այն օրը, ասենք, դատավոր Դավիթ Հարությունյանին հերացրեցին, որովհետև ինքը Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ն համարձակվել էր քննադատել։ Ու տենց դատական համակարգը դառնում է անկախ։ Անկախ ամեն ինչից էլ չեն քննադատում, չէ՞ Կարեն Անդրեասյանին։ Դες որ կայանում է, ու տենց ինչ որ մաններ, մուներ բաների վրա չեն կանգնում, ավելի լուրջ հարցեր են փորձում բարեփոխել։ Մեկ էլ գիտես ինչն է դատական համակարգը կայացնում։ Այն որ գնացել ես մեջքիս հետևում մազերդ կտրել ես։ Բառացիորեն մեջքիդ հետևում իդեր։ Կարող ես գնանք, դեռ ես էշի պես աճել են ու մի հատ ձեն չես անում։ Լավ, ծանոթացնենք ես Տիգրանի հետ։ Մարդկանց առողջության մասին է սկսել մտածել էկոնոմիկայի նախարարությունը։ Առևտրի եւ ծառայությունների մասին օրենքի փոփոխություն է առաջարկել Քերոփյանը։ Ուզում է որ արգելվի կտրած ձմերուկի ու սեղի վաճառքը։ Էս շատ լավ է, նույնիսկ Ստրասբուրգում կտրած ձմերուկ վաճառում են։ Հա, բայց Երևանում ո՞րն է տեսել որ տենց համաճարակի պես ամենտեղ կտրտած ձմերուկ ծախեն։ Ու սուպերմարկետներում կտրտած ծախում են։ Հայաստանում ով է կտրած ձմերուկ առնում բացի տուրիստներից։ Գնել եք կտրած վիճակում որ վաճառում։ Բաց արձել տես։ Ուղղակի վախեցել եմ։ Եղել է որ երբևէ առնեք։ Չէ, ձեռք բերե երբեք չեմ գնել։ Դդմազգիների վաճառքի մենյուն ուզում են փոխել այն հիմնավորմամբ, թե վաճառողները հաճախ չեն պահպանում հիգիենայի կանոնները։ Սննդաբանների կարծիքով չկա երաշխիք, որ մաքուր դանակով են կտրում ձմերուկն ու սեղը եւ լվանում դրանք մաս-մաս անելուց առաջ։ Հա, այդ մեկը շատ լավ է, այսօր Երևանցին Ստրասբուրգցուց ավելի պակաս լուծ կընկնի։ Լայնածավալ ժողովրդավարական բարեփոխում։ Այս օրենքը վերցնելու այն ցելոֆանի տոպրակների օրենքի ու աղամանիկի օրենքի հետ ոսկե տառերով գրվելու է ժողովրդավարության տենց բոլոր գրքերում, բայց քանի ոնց որ մխրճվել ենք այդ կտրտելու թեմայի մեջ։ Իսկ օքեյ է, որ սուպերմարկետներում երշիկը, պանիրը, տո բաստուրում են, չգիտեմ ինչը, բոլորը նույն սլայսերով են կտրում։ Այդ չենք ուզում, ոչ մի դեպքում։ Հաճախ այն մարդիկ, ովքեր զուգարան գնալուց հետո ձեռքերը չեն լվանում։ Հնարավոր է նաև այդպիսի սցենար։ Օրինակ ես։ Օրինակ լուծ ընկած Ստրասբուրգցիները։ Օրինակ լուծեն։
Սուպերմարկետներում իրացման ցանցում կտրատվում է երշիկեղենը, կտրատվում է պանրեղենը եւ այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք։ Շատ հայտնի առևտրային ցանցերը, որոնք որ այդպես մեծ թվով ուրեմն հաճախորդների հոսք ունեն, նկատած կլինեք, որ այդ աշխատողները ընդհանրապես չեն հասցնում այդ սլայսերները, այդ գործիքները լվանալ կամ պատշաճախտահանել։ Սննդաբանները ահազանգում են, որ մեր երկրում պանիր ու երշիկեղեն կտրելու ժամանակ չեն պահպանվում հիգիենայի կանոնները, որովհետև խանութներում դրանց պահանջարկը շատ մեծ է ու չեն հասցնում կտրող սարքերը, դանակները ախտահանել։ Հայդի շատ լուրջ թեմա է, ոչ շոտ բորթ։ Դու ինչ։ Դե հետի պետքա գնա սուպերմարկետ իրոջդ բանակցես, հետո 12 ամիս վերահսկես, իսկ ձմերուկը 2 ամսվա թեմա է, այսա խաղորշն է կլնի ու վсё, մոռանում են ձմերուկի մասին։ Մենք հեշտ ճանապարհներով գնում ենք։ Իսկ այդ ընթացքում նորից կրակել են երասխի մետաղաձուլարանի վրա։ Ես արդեն հաշիվ կորցրեցի, որ երրորդ motherfucking անգամ են կրակում։ Ժողովրդավարությունը մեզ չպետք է պաշտպաներ, տենց վահան դառնար։ Արարատ Միրզոյանը շատ ավելի լուրջ վահան մեջ բերեց։ Ես պետք է մեր երախտիկը հայտնեմ Եվրամիության կողմից շատ արագ արձագանքելու կապակցությամբ, ինչն ի դեպ գուցե մի փոքր անսպասելի էր Եվրամիության պարագայում։ Այսպես Եվրամիությունը արագ որոշում կայացրեց մշտադիտարկման առաքելություն ուղարկել Հայաստան եւ մեր արևելյան հարևան Ադրբեջանի միջև պետական սահմանին իրավիճակը դիտարկելու նպատակով։ Դիտորդները ներկայում այնտեղ են եւ իրականացնում են իրենց առաքելությունը։ Սա էական գործոն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի կայունության համար եւ մենք շնորհակալ ենք դրա համար։ Եվրամիությունը նենց արագ ուղարկեց այդ դիտորդներին, որ սահմանի մյուս կողմում ուղղակի չհասցրեցին նկատել, որ դիտորդներ կան, դրա համար մեր գործարանի վրա կրակում են։ Իսկ մեր կառավարությունը, որը կա, ինչ ասում, ինքը օքեյ է, կարող է վաղնել ուրիշ գործարանի վրա կրակեն։ Ну, չգիտեմ, այդ մասով ոնց ուղղակի ես գիտեմ, որ կառավարությունը խիստ ծանրաբեռնված է ձմերուկի կտրտման օրենսդրական փաթեթով, ինքը մի օրենսդրական ակտ չի, շատ զբաղվում։ Արեկը մազերն օր կտրել, մնացեք մեզ հետ։ Մեզ հաճախ հարցնում են, տղաներ, ինչու է Սերգեյը մի փոքր ավելի սպիտակ, քան Նարեկը։ Նախ որտեղ Նարեկը հայ է ու հեծանիվ է քշում ժամերով, բայց սա միակ պատճառը չէ, բարեկամներ։ Այսօր ես մի փոքր ավելի սպիտակ եմ, որովհետև մեր գործընկերը Purity Herbs մաշկի խնամքի միջոցներն են, որոնցից ես առանձնացրել եմ արևայրուքի զագարի այս հրաշալի յուղերը։ Հոտել կրեմի հետ յուղ։ Իսլանդացի գիտնականները օր ու գիշեր աշխատել են, որպեսզի բնական հումքից ստանան այս յուղերը, ապահովելով 30 SPF, օգտագործելով ոչ քիմիական բաղադրիչներ ու այդ ամենը նրա համար, որ հայերը արևի տակ չվառվեն։ Քսեք եւ քսվեք ու հանգիստ գնացեք Դիլիջան, Սևան կամ նույնիսկ 9-րդ մասիվ։ Դարձրեք արևը ձեր դաշնակիցը Purity Herbs-ի հետ։ Իսկ եթե ուզում եք ծանոթանալ ողջ 100%-անոց օրգանական տեսականուն, ապա սկանավորեք մեր QR կոդը։ Իսկ 40,000 եւ ավելի դրամի գնում կատարելու դեպքում ասեք ARM Comedy promo կոդ եւ ստացեք նվեր։ Լավ չի։ Եվ այսպես իշխանությունը շարունակում է պայքարել ամեն տեսակի անօրինականությունների դեմ, բայց քաղաքացիների այդ անտեր անզեն աչքը շարունակում է նկատել, որ հարա ինչ-որ բան չի ստացվում ստեղ-ընդեղ։ Այս անգամ չի ստացվել Երևանի կտուրների պորճացման կանխումը, չի ստացվել պահել Չարենցի հիշատակը, պինդ պահել։ 1930-ականներին կառուցված Արամի 60 հասցեի պատմամշակութային հուշարձան շենքի տանիքին ապօրինի կցակառույց է հայտնվել։ Սա չնկատած պատկան մարմիններն այժմ պետք է ապամոնտաժեն այն։ Երևանաբնակ Էդուարդ Հայրումյանն առաջիններից էր, որ դեռ 1 ամիս նկատել էր կցակառույցն ու որոշ ժամանակ անց այդ մասին գրել Facebook-ի իր էջում։ Ես ճիշտ ասած այդ ժամանակ հրապարակում չարեցի, քանի որ դա քաղաքի ամենաբանուկ հատվածում էր ու մշակութային շենքի վրա էր, ինձ հետաքրքիր էր, արդյոք Երևանի քաղաքապետարանը կանդրադառնար այդ խնդրին։ Էդուարդին թվացել էր, դե քաղաքի մեջտեղում է, ոնց է լինի, ինչ որ մեկը կնկատի, բայց հեյ, ոչ մեկ չէր նկատել։ Որ մեկը նկատի Ավինյանը, որ մեկը հասցնի Ավինյանը նկատի, հազիվ մի տարի անց նկատեց, որ
ծիծեռնակաբերդի խճուղ ու տենց հալալ կեսը չկա փոզ միշ։ Դե ես հասկանում մարդուն դից ոնց որ փաստի առաջ կան ասեն, ինչ որ մի բան այնտեղ կրճատվում է տարածքից, մարդիկ դժգոհ են։ Ինչ որ միտեղ տարածքում մի հարկ բարձրանում է, արելի դժգոհ են։ Ինչ անում ես, մարդիկ դժգոհ են։ Ապուրինի շինարարության հարցը միայն մի քանի օր առաջ քննարկվեց քաղաքապետարանի գործակարգավորման նիստում։ Քաղաքային իշխանությունները պնդում են, որ իրենք շինթույլտվությունը տրամադրել են այլ նախագծի համար, որում որևէ կցակառույց, հուշարձան շենքի տանիքին որևէ տեսանելի փոփոխություն չկար։ Նույն պատասխանն են տալիս նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Թույլ են տվել մի հատ փոքրիկ բիսեդկա դնել պալմայով կտուրի վրա, բայց դե հայ մարդուն, որ տալիս ես ոտ պնդեցնելու տեղ, ոնց մի հատ մի 3 հարկ չկցի միջև ծորներ չապահովի ժիլ պլոշեդյով։ Դե հիմա ինչ անելու քաղաքապետարանը, բնականը բացի տոտալ մանտրաշ ու հուսալքություն արտահայտելուց։ Փորձելու ենք, ինչպես մի քիչ առաջ նշեցիք, շենքերի, հուշարձան շենքերի պահպանման կարգի խախտման դեպքով, տվյալ դեպքում փորձելու ենք վարչարություն իրականացնենք եւ բերենք տվյալ տանիքային հատվածը նախկին տեսքի, այն տեսքի, ինչով որ փաստագրել ենք եւ տվել ենք ավարտական ակտ։ Նո, կարելի իհարկե ուղղակի թույլ չտալ, որ ինչ-որ բան սարքի, որ հետո տենց ռեսուրս չծախսել, որպեսզի բերենք նույն տեսքի, բայց այդտենց սաղ ինտրիգան, սաղ համնոտը կորում է, էլի։ Կարող է ուղղակի Չարենցի հիշատակը էլ չէր տեղավորվում այդ 4 հարկի մեջ, դե ինքը մեծ գրող է, չէ՞, խոշոր բանաստեղծ էր Չարենցը, ասես որոշեցին հիշատակը մի քիչ ավելի լեն տեղ տեղավորվի, կամ կարող է Կարինե Քոթանջյանի համարն այդ մի հարկներ գցել։ Իսկ այն ընթացքում շարունակվում է հայ-ԱՔՎ նախաձեռնությունը, որը տենց ինչ-որ պահի ուզում է ԿՊ-ին բանտ նստացնի։ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնել ցանկացող հայ-ԱՔՎ նախաձեռնությունն այդ շաբաթվա 5 օրերի ընթացքում հավաքել է անհրաժեշտ ստորագրությունների շուրջ 30%-ը, 14796 ստորագրություն։ Եթե հիպոթետիկ այս տեմպով մենք շարունակենք, ապա մեր նախատեսածի կրկնակին կհավաքենք։ Ինչքան շատ հավաքենք, այդքան շատ կնստացնենք բանտ։ Նո, բայց իհարկե մի փոքր նյուանս շոտիկի մնում է։ Այն է ԱԺ-ում ստանալ ձայների մեծամասնությունը, որ ԱԺ-ի մեծամասնությունը նստի բանտ։ Կարող է ԿՊ-ն կողմ չքվերքի այս ամեն ինչին։ Իրենք իսկ վերած նախագծով սահմանված գրույթները Ալբերաբար խախտվել են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Թող կանգնեն ու հաստատի ընդունեն դա, ասենք թե արդյոք իրենց որոշակի օրեր այս օրենքը անդրադառնում է, թե չի անդրադառնում, ու հետո կխոսենք այն մասին, արդեն ըստ էության թե սա ինչի մասին։ Ու հենց խոսեն դրա մասին, ԿՊ-ն դեմ չի լինի, որտեղ նրանք նախընտրում են պատիժը կրել Սերժի եւ Քոչարյանի հետ միասին։ Նույն խցում։ Մենտակ չէ կողքին։ Լավ, ինչևէ, այս նախաձեռնությունը քանի Երևան Զախարյանի մեջտե պիտուշը կլինի Երևան մենք տենց բանտ մեգա պետքա կսորքեք Ալկատրասը կարանք ինչ որ վերցնենք, տենց վարձակալենք Ալկատրասը։ Մի խոսքով այս նախաձեռնությունը շարունակում է, այս մենք տեսնենք էլին շենքեր են այլանդակել Երևանում, պարզվում է որ մենակ Չարենցի գլխին չեն հարկ գցել։ Երևանում կենտրոնում բնակելի շենքի տանիքին այս անգամ Թումանյան 39 հասցեում հերթական վերնահարկն է կառուցվում։ Զայրացած բնակիչներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, Ազատությանը պատմեց, երբ կառուցապատողին տվել են իրենց համաձայնությունը, այդ ժամանակ չեն տեսել կառույցի վերջնական պատկերը։ Իրենց վստահեցրել են, թե աննշան փոփոխություններ են լինելու։ Դե չեղավ ջան, եթե համաձայնություն եք տալիս, միանգամից վերջնական պատկերն էլ տեղում ճշտեք։ Մտածում եք, որ մարդ, որը որոշել է Թումանյանի վրա մի հատ նորից հարկ գցել հին շենքի վրա, ունի տենց իդեալական ճաշակ, տենց չի լինում։ Այդ մարդը, որը որոշել է 63 նոր հարկ գցի, երևի այդքան լավ ճաշակ չունի։ Բայց կավա խոստացել էր, որ շատ աննշան բան փոփոխություն ան։ Ոնց որ այս բաժակը վերցնեմ, էսի դնեմ տեղը, աննշան փոփոխություն։ Նո արդարության համար, նորից մենք շատ ենք մեջբերում արդարությունը, շատ ենք սիրում։ Մենք մի ժամանակ մենք արդարության հետ լավ կապ չունի։ Այդ մարդը կարար չէ մի 7-8 հարկ գցել վերևից, բայց չէ, մի հարկ է գցում, աննշան։ Լավ, կառուցողը ինքը ոնց է բացատրում այս ամեն ինչ։ Ինչու են հարևանները բողոքում ու հնարավոր վտանգների մասին ահազանգում։ Սուրեն Սարյանը կարծում է, թե իրեն նախանձում են։ Այսինքն ձեզ նախանձում են, դրա համար են, հա, բողոքում եք։ Անպատճառ, դա ամբողջ քաղաքում է այդպես։ Չար ու նախանձ հարևաններ։ Հարևաններն էլ թող իրայնադու բալկոնները առաջ տան, միջև Թումանյանի փողոցի են հոց գիծը, թող ասեն, որ Թումանյանի հիշատակն են ընդլայնում, այս սենց ենք հարգում Անուշին։ Այսինքն
Լավ, իսկ հիմա ուշադրություն կարևոր հարցը։ Ով է մեղավոր։ Ումանյան 39 հասցեում մենք որևէ քաղաքաշինական պատասխան չենք տրամադրել որևէ մեկի։ Պաշտոնյան նաև հավելեց, թե միգուցե շինթույլտվությունը տրամադրել է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժինը։ Կարող է ինչ-որ կոշիկի բուտկա է տվել այդ թույլատվություն ուղղակի։ Դեք, որ ասենց հարցեր չառաջանան, կլի քաղաքում լինի մի հատ տենց առանձին կառույց սենց հարցերը կառավարելու համար, անունել դնենք քաղաքապետարան։ Լավ, մանր խնդիրներից թռնենք դեպի ավելի խոշոր խնդիրներ։ Վարդան Օսկանյանը շարունակում է առաջարկել իր նախաձեռնությունը փրկել Փաշինյանին բանակցային գործընթացում Փաշինյանից։ Ինչ որ պրակտիկ առաջարկներ կան։ Հավատացեք, ընդամենը, ասիկ խոսքի կարևորությունը դրա արժեքը։ Եթե այսօր Փաշինյանը ընդամենը ոչ թե ասած լիներ ճանաչում եմ, այլ ընդամենը ասած լիներ պատրաստ են ճանաչելու, եթե հավատացեք ինքը այսօր Հայաստանը բանակցային առումով շատ ավելի լավ թույքերում կլիներ։ Այսինքն, եթե ոչ թե ափաշքարորեն ասեր, «Վсё ճանաչում եք, ճանաչում եք միանգամից, ճանաչում ենք ամեն ինչը, մեզ էլ ինչ տակ, այլ ասեր պատրաստ ենք ճանաչել» ու հետո բանակցեր, ապա բանակցությունների որակը կարող էր փոխվել։ Դե հա, բայց դες բան ֆայմելու համար մինիմում հանճար է պետք լինել։ Իսկ Փաշինյանը հանճար չի։ Օսկանյանը նաև ասեց, այն որ Ադրբեջանը 5 պահանջ ներկայացրեց բանակցություններին, գուցե չարժեր միանգամից, որ Փաշինյանը ասեր, հա շատ լավ է, շատ լավ է, ինքն սիրեցինք, շատ լավ է, դեմ չենք ընտիրա թույնա, այլ ասեր, գիտությունը ենք ընդունում, հիմա տեսնենք դրա դիմաց ինչ է առաջարկվում, ինչի կարող եք դուք գնալ, գուցե դա շատ լավ լիներ։ Հա, բայց ինչ պրիմիտիվ չի այս առաջարկությունները։ Ինձ սա ապշեցնում է, չգիտեմ ես կարծեք ինչ-որ մանկաբարձի երեխաների ինչ-որ ուզում են բան բացատրեմ։ Մենք ամեն հաղորդման ժամանակ ենք դա զգում, պարոն Օսկանյան, ամեն fucking հաղորդման ժամանակ։ Դե ինչպես մնում է մենակ սպասել տեսնել թե Վարդան Օսկանյանը ինչպես կարձականքի Հովիկ Աղազարյանը կամ Վահագն Ալեքսանյանով կամ գուցե Լուն Լուլուն էլի, կրճատ լու են ասում։ Հա, մենք որ մեկ ասում ենք, կրճատ ենք ասում, ժամանակի 50%-ը խնայում է, որտեղ եթե ասում ես լու, ինքը երկար է տևում։ Իսկ եթե ասում ես լու, ահագին կարճ է տևում։ Ինչ ասում։ Տեսնենք ինչով է զբաղված Փաշինյանը բանակցային գործընթացից ազատ ժամանակ։ So thank you. Hope to see you growing. Ջրի գործարան գնաց, որտեվ դե ինչ-որ մեկը պետք է գնա ջրի գործարան տնա ջուրը նորմալ շշալեցվում է, թե չէ իդեպ տարօրինակ է, որ շին չէր շին իդեպ շիշ բռնող է։ Հա, ուղղակի ժամանակը խնայում համար, ասում եք սարթմը 10 րոպե բռնող է։ Լավ կրճատում է։ Շի ու միակամից Դավիթ Խաչատրյանին չհասցնեք։ Ինչևէ, նա գնաց ջրի գործարան։ Ջրի գործարան։ Էդ լա Ադրբեջանի պահանջներից։ Ոչ, այդ մեկը դե սեփական նախաձեռնությամբ, հետո գնաց Գառնի, Ողջաբերդ, էլի Կոտայքի 75 գյուղ, որտեղ նա ոնց ասֆալտը այնտեղ պիքսելներով իրար կպստում, ոնց է տարբեր շինարարությունները գնում, որովհետև հեյ, գլոբալ խնդիրները ոչ մեկ չեն փախնի։ Դե ասֆալտը իրա Մոնալիզան է, կարելի է հասկանալ։ Լավ, եթե ձեզ թվում է, որ սա տարօրինակ է, կան ավելի տարօրինակ բաներ։ Մեքսիկայի փոքրիկ քաղաքներից մեկի քաղաքապետը հատուկ ծիսակարգով ամուսնացել է կոկորդիլոս հարսնացուի հետ։ Տեսնում եք, հայկական իրականությունը այլևս այդքան տարօրինակ չի թվում։ Ո՞ց կարելի է ամուսնանալ անչափահաս կոկորդիլոսի հետ։ Իսկականից, էլի թող մի հատ այդ կոկորդիլոսը մեծանար, որպես անհատ ձևավորվեր, մի հատ իրան հասկանար, ինքը identify անում որպես կոկորդիլոս, թե 30 տարեկան կին, հետո նոր կտնայինք ինչ ալնում։ Հետո ասենք կարելի է մի քիչ սկզբից իրար հետ ապրել, բնավորություններով բռնում եք, թե չէ, արդյոք կոկորդիլոսը տեղաշորում կարողանում է անել այն ամեն ինչը, ինչի համար հետո ստիպված չի լինել լևի վազել։ Հետո կարող է պարզվել, որ մեքսիկացի այդ քաղաքապետը վեգան է, իսկ կոկորդիլոսը չէ։ Երաժշտությամբ, երգ ու պարով, գունագեղ ավանդական արարողությամբ ու խրախճանքով ուղեկցվող միջոցառման մասնակիցներն էլ քաղաքապետին խնդրել են հարսանիքն ամրագրել կոկորդիլոսի հետ համբույրով։ Առաջին հայացքից այս ամենը խելահեղություն է թվում։ Այո, առաջին հայացքից խելահեղություն է թվում, բայց երկրորդ հայացքից չէ, էլի fucking խելահեղություն է թվում։ Իսկ կոկորդիլոսի What the fuck is wrong with you guys? Կոկորդիլոսի ծնողները համաձայն են, դյաձ Գենան Շապակլակ իրանք ինչ են ասում,
ասել, ասենք հարսանիքի կեսը փակվում են։ Սան Պեդրո Հուամելուլայի քաղաքապետ Վիկտոր Սոսան հարսանիքի ժամանակ մի քանի անգամ իբր համբուրել է կոկորդիլոսին, որի բերանն իհարկե նախապես կապել են հնարավոր անցանկալի դժբախտ պատահարից խուսափելու համար։ Դժբախտ պատահարը գիշերն է սպասում Սոսային, Սոսա ջան պինդ մնա, ու այդ կոկորդիլոսի բերանը չբացես, որտեվ եթե բերանը բացես, կոկորդիլոսը կասի այ Սիետ ամստանում է սարա։ Այստեղ պետք է լիներ բավականաչափ ժամանակ, որպեսզի լուսաբանենք Դավիթ Խաչակյանի վերջին վիդեոները, բայց կամ էլ պետք է լուսաբանենք կամ կոկորդիլոսի հետ հարսանիքը, նենց որ հաղթեց կոկորդիլոսը, կներես Խաչակյան, այս անգամ, բայց մյուս անգամ ուրբաթ օրը, ամբողջ հաղորդումը կնվիրվի Խաչակյան։ Խաչակյան, մնացեք թողարկում։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Մոսկվայում ինչ որ խոսակցություններ են եղել, այս մեր Փաշինյանին տարել են ընդ որ ուղերը տա չի տվել, ես այտենց եմ հասկանում։ Իմ հասկացողությունով է ծեվի, այսել որ երրորդ անգամ Փաշինյանը գնում է, հողերը չի տալիս, դրանք սկսում են կրակել։ Բա ինչի համար սոտքի այդ հանքի վրա չեն կրակում։ Դա իրանցն է, դա հենց Պուտինին է։ Ես Փաշինյանին հարգել եմ, հարգում եմ ու կհարգեմ։ Ինքը լավ դիվանագետ մարդ է։ Ինքը լավ հայ է, ով ինչ ուզում է թող ասի։ Ես իմ կարծիքն ունեմ։ Խմած ես։ Արեք, եթե Իստակը այս պայդրության մեր սպոնսորը չի, դա չի նշանակում, որ Իստակը մեր կուրեք շիշ չեր նվիրել նախորդ մեզ։ Հիմա այնտեղ դրած էր շիշը, ես չեմ դու ես։ Ասեիր, ասեր ես էլ երկու հատ տոնիկ հետս բերի, ջինի հետ։ Ես այդ մարդը չեմ եղել, ես զուսպ մարդ եմ։ Կստատի մազել շնորհավոր։ Շնորհակալ։ Սիրեցիք մեր Arm Comedy-ին, դերում են միացեք մեր Patreon-ին եւ արդյունքում մենք երկուսս կապրենք շատ երկար ու չի հայտնվի մի իրավիճակ, որտեղ ես այսպես մենակ կլինեմ ու շատ ավելի տխուր կվարեմ լուրերը հասկանալի պատճառներով։